Լինելով քաղաքական գործիչ չեք կարող զերծ մնալ մի շարք սուր քննադատություններից եւ մեկնաբանություններից եւ ցանկացած հանրային մարդ դրանց կիզակետում է լինում։ Ինչպիսին է ձեր վերաբերմունքը այդ ամենին։ Գիտեք, եթե ինձ է վերաբերվում, անձամբ ինձ, շատ նորմալ եմ վերաբերվում, ոչ մի խնդիր ես չեմ տեսնում, բայց եթե անձնական վիրավորանքների դաշտ չի մտնում, եթե վերաբերում եմ շրջապատին, հատկապես ընտանիքին, շատ վատ եմ վերաբերվում, առհասարակ ինչ չէ, ընդհանրապես քաղաքական գործիչ կլինի քեսօրական մարդու գործունեության համար քննադատել ընտանիքի անդամներին ուղղակի անթույլատրելի է։ Ստորություն է դա։ Բանուն են ասելու, թող ասեն օբյեկտիվ քննադատություն, ես դրան շատ լավ եմ վերաբերվում, շատ, բայց օբյեկտիվ քննադատություն եթե պիտի։ Այսինքն լինում են նաև պահեր, երբ դուք գիտակցում եք, որ միգուցե ինչ-որ բան եղել է ոչ այնքան ճիշտ, նաև ինչու՞ չէ սխալ։ Իհարկե։ Մարդ կա, որը չի սխալվում երբեք։ Ես չեմ կարծում, որ այդպես մարդ կա։ Որն է եղել այն ամենալուրջ սխալը, որի համար իրոք փոշմանում եք եւ կցանկանայիք ժամանակը հետ տալ եւ ուղղել այդ ամենը։ Իմ համար ամենամեծ սխալը եղել է, որ չեմ կարողացել իմ քաղաքական գործունեության ընթացքում կասեցնել այն ընթացքը, որը մեր երկիրը գնաց այսօրվա իշխանությունների պատճառով եւ ունեցանք այն աղետալի վիճակը, որ ունենք այսօր։ Իմ ամենամեծ սխալը ես համարում դա։ Այն մնացած սխալները բոլորը ուղղելի են։ Այդ մի սխալն է, որ շատ բարդ է։ Ես կարող ուղղել։